Սիրելի ընկերներ, ես ձեզ ուղղակի ուզում եմ շնորհավորեմ, որ դուք նայում եք այս վիդեոն։ Սա ուղղակի միջմոլորակա համաշխարհարեգակնային կոնտենտ է։ Հենց հիմա մենք գտնվում ենք անտառում ու այսօր սպասվում է մաքսիմալ վտանգավոր թեժ Միգ բացա միգ ահավոր ծանր օր իմ եւ Արամի համար։ Մոռացա բարևեմ։ Բարև բոլորին սիրելի ընկերներ, ձեզ հետ է Միկա Թանգյանը։ Այսօր լինելու է 10 հարց։ 5 հարց ես տալու եմ Արամին, 5 հարց Արամը տալու է ինձ։ Եվ եթե հանկարծ այդ 5 հարցից ինչ որ մի հարցին մենք չկարողանանք պատասխանել, մեզ սպասվում է ահավոր թեժ պատիժ։ Դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, թե ինչ թեժ պատիժ է լինելու։ Ուզում եմ ձեզ ասել, որ այս վիդեոն մենք պատրաստել ենք համատեղ RMRP սերվերի հետ։ Դա GTA-ի սերվեր է։ Լինելու է 5 հարց GTA-ի RMRP սերվերի մասին եւ 5 հարց ընդհանուր, այսինքն այդ սերվերի հետ կապ չունեցող։ Քիչ հետո ես ձեզ ցույց կտամ, թե ինչ պայմաններում է ընդհանրապես դա անցնելու, բայց հիմա կուզեմ ասեմ մի բան։ RMRP-ն դա GTA-ի 5-ի լավագույն սերվերն է, որտեղ ներկայացված է Մոսկվա քաղաքը ամբողջովին, այսինքն մեկը մեկին ռեալիստիչնի ստացել են մարդիկ։ Ահավոր ձևի շատ օնլայն սերվերը ռուբլովկա անպայման բոլոր լինքերը կգտնվեն նկարագրությունների բաժնում, սիրելի ընկերներ։ Եկեք պատժ կանենք մեր հովանավորներին, ովքեր աջակցում են, որ մենք կարողանանք նմանատիպ մեգա մասշտաբ վիդեոներ ձեզ համար նկարենք։ Սա իրոք շատ ծանր նկարահանում է։ Եվ դրա համար, եթե դու հավանում ես մեր վիդեոները, ապա խնդրում եմ անցիր լինքով եւ գրանցվիր այդ սերվերում, որովհետեւ շուտով այդ սերվերում մենք ձեզ համար խաղարկելու ենք գումար։ Հիմա գրանցվիր, որ հանկարծ բաց չթողնես։ RMRP-ում դու կարող ես աշխատել ոստիկան, առաքիչ, կարող ես աշխատել ձկնորս, կարող ես նաև դառնալ նախագահ։ Այնտեղ այնքան շատ է օնլայնը եւ ամեն ինչ այնքան ռեալիստիչնի է։ Ուղղակի պետքա դուք դա տեսնեք։ Իրոք շատ բոմբ սերվեր է։ Ու Միկա Թանգյան YouTube-յան ալիքին իհարկե կաջակցեք դրանով։ Եվ այսպիսով մուտքագրելով Թանգյան պրոմոկոդը դուք կստանաք 30,000 ռուբլի եւ BMW case։ Անպայման սիրելի ընկերներ մուտքագրեք Թանգյան պրոմոկոդը, որպեսզի բաց չթողնեք։ Անպայման բաժանորդագրվիր ալիքին ու լայքիր այս վիդեոն, 20,000 լայքի դեպքում կդուրս գա երկրորդ մասը։ Այսինքն արի, այսինքն թեթև ողջույն։ 5 հարց ես տալու եմ Արամին, 5 հարց տալու է Արամը ինձ։ Այն ժամանակ, երբ որ ես տամ հարցերը, Արամը պարկած է լինելու այստեղ։ Սխալ պատասխանելու դեպքում միանգամից այս տրուբայի միջով դեպի ներս դուք ուղղակի չեք պատկերացնի, թե ինչ անգնելու։ Ուղղակի չեք պատկերացնի։ Ես ուղղակի հիմա չեմ ուզում ձեզ ասեմ, շատ վտանգավոր բաներ է։ Ու կծող եմ։ Կծում եմ։ Մենակ կծող չլներ էլի։ Ինչքան լայք։ 20,000 միլիոն տոկոս։ 20,000 լայք, սիրելի ընկերներ։ Փորձեք 20,000 լայք հավաքել։ Իրոք, փորձեք 20,000 լայք հավաքել, որովհետև սա շատ թույն նկարահանում է։ Ու այս վերևի կրիշկեն էլ, այս հոյակապ շուրուպներով փագելու ենք, որ հանկարծ մարդը չկարողանա միջից դուրս գա։ Այն բաները, որոնք թափվելու են ներս, ես իրոք բան եմ ասում, որ ես կարողա դրանից պանչիսկի ատակա բռնեմ։ Կոնկրետ ես կարող վատանամ, որովհետև ես զզվում եմ այդ ամեն ինչից։ Դա ամեն ինչին գումարալը փակ տարածությունը։ Փակ տարածություն ու նեղ տարածություն։ Ու մի հատ էլ շուրուպներով փագած։ Մի խոսքով սիրելի ընկերներ, մենք հենց հիմա սկսում ենք այս դաժան վիդեոն, իրոք ահավոր թեժ է լինելու։ Ներսում, արի ցույց տանք, թե ինչ է ներսում։ Այդ կողմից կխնդրեմ բարձրացնես մի քիչ։ Օй, կամերան պոկվավ։ Մենք ստեղ պատրաստել էինք ճիշտ ասած կամերան, բայց կամերան մի քիչ պոկվավ։ Մի խոսքով մենք հիմա ամեն ինչ կկարգավորենք եւ կստեղծենք բոլոր պայմանները նրա համար, որ ամեն բան ֆիքսվի։ Ես իրոք ձեզ նախանձում եմ, այսպես նայում եմ ձեզ ու նախանձում եմ, որ դուք այսպես հետաքրքիր վիդեոներ եք նայում հայկական YouTube-ում։ Ես էլ օպերատորին եմ նախանձում, որ ինքը այդ ամեն ինչը տեսնում է իր աչքով։ Տեսնում է ու չի մասնակցում այո դրանում։ Դրանում չի մասնակցում։ Գնացինք 5 հարց, ամեն հարցը դու ունես ժամանակ մտածելու, բայց ընդամենը 5 վայրկյան։ Ես հարց ասեցի, հաշվում եմ մինչև 5-ը ու լսելու եմ քեզնից պատասխանը։ 5 վայրկյան։ Ընդամենը 5 վայրկյան դու ունես։ Ախպեր 5 վայրկյան ոնց պատասխան։ Ու ես ուզում եմ մի հատ բան ասեմ։ Դու
Չես կարա ինձ ասես, ախպեր չլսեցի օրինակ հարցը կամ տարբերակը չլսեցի։ Չէ, ես բարձր կասեմ ու դու մաքսիմալ ամեն ինչ կլսես։ Դրա համար պետքա մաքսիմալ ուշադիր լինես ու ֆիքսես ամեն ինչ։ Սիրելի ընկերներ, անպայման բաժանորդագրվեք Միկա Թանգյան YouTube-յան ալիքին։ 75%-ը նայում եք առանց բաժանորդագրության։ Իրոք չարչարվում ենք ու նմանատիպ լեգենդար կոնտենտ ենք ձեր համար հանում, դրա համար անպայման բաժանորդագրվեք, լայքեք այս վիդեոն ու մեկնաբանություններում մեզ աջակցեք, որտեղ սա իրոք ահավոր է։ Ու շուտով դուրս է գալու գիշեր հողի տակ։ Մեծ դագաղ ենք սարքելու, փորենք մեծ փոս, դագաղը փոսի մեջ ու ահավոր գիշեր անցկացնենք։ Միկան ասում է ավելի թեժը լինելու քան տեսի։ Դե հա, բայց այս սրա ֆիշկենն է, որ այնց բաներ է ուղակի ներս գնալու, որ չգիտեմ, ես խոր չէի տա։ Վիդեոն կտեսնեք ու կմտածեք արդեն մոտավորապես ինչա լինելու գիշերի մեջ։ Այո։ Ես խնդրեմ, որ մեր սիրելի օպերատորը ցույց տա մեր ներսի կոնստրուկցիան։ Մենք ներսը GoPro ենք տեղադրել, մի քանի հատ լույս ունենք, որ հանկարծ ինչ-որ մի բան կադրից դուրս չմնա։ Արամ ջան, ես քեզ ցանկանում եմ, որ դու ոչ մի հարցի չպատասխանես եւ զգաս ամեն ինչ, թե ինչ թեժ է լինելու։ Քեզ մաղթում եմ իրոք Давай. Ох, идеալական է։ Վերջին կարևոր շտրիխը։ Մի անհանգստացի։ Կփորձես բացես։ Չես կարա։ Արամ ջան, ո՞նց ես։ Շատ կայֆ ոտ կասեմ։ Հիմա ավելի լավ կլինես։ Ուրեմն, ինչ ունենք այստեղ։ Չգիտեմ ինչա, բայց հաստատ վախենալու կլինի։ Մուկա, ձվեր, ամենահետաքրքիր ինգրեդիենտներից մեկը։ Ծաղրիդներ, կենթանի ծաղրիդներ, այսինքն նրանք ապրում են, նրանք թռչում են, նրանք կյանք ունեն։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի, երբ որ նրանք գնան ներքև, թե ինչ մենք կապրենք ուղակի։ Ունենք ворթեր, եւս կենթանի։ Եկեք բացեմ ձեզ մեկին ցույց տամ։ Այ, արի։ Սիրելի ընկերներ, ահավոր զզվում եմ ես։ Հնարավոր է ես իրոք վատանամ իրանց տեսնելուց։ Առաջարկում եմ մեկին, այո, այսպես դնենք։ Եվ այսպիսով առաջին հարցը։ Դու ունես 5 վայրկյան հարցին պատասխանելու համար։ Որ քաղաքն է ներկայացված RMRP սերվերում։ Տարբերակ առաջին՝ Մոսկվա, տարբերակ երկրորդ՝ Սանկտ Պետերբուրգ, տարբերակ երրորդ՝ Կրասնոդար։ 5 վայրկյանը գնաց։ 1 Մոսկվա։ Քո վերջնական պատասխանը։ Վերջնականը Մոսկվա, Ռուսաստան, Մոսկվա։ Շատ լավ։ Դու հիմա կիմանաս։ Ոնց կիմանամ ախպեր, դա ճիշտ պատասխանը։ Ոչ։ Չէ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Առաջի հարցը ճիշտ ես պատասխանել, առաջին հարցը Մոսկվան է։ Շատ ճիշտ է։ Ռուբլովկա, լինքը նկարագրությունների բաժնում անպայման անցեք ու նշեք պրոմոկոդը Թանգյան։ Երկրորդ հարցը 99.9%-ով դու կպատասխանես սխալ։ Ոնց ընկեր։ Եվ այսպիսով երկրորդ հարցը։ Քանի միլիոնից են սկսում RMRP սերվերում բնակարանները։ Տարբերակ առաջին 1 միլիոն, տարբերակ երկրորդ 3 միլիոն, տարբերակ երրորդ 7 միլիոն։ Լավ մտածիր։ Եվ այսպիսով ժամանակը գնաց։ 1 2 3 4 5 3 միլիոն։ Քո պատասխանն է 3 միլիոն։ Դե մեջտեղ էլի։ Շատ լավ, պատասխանը ընդունված է։ Ուզեմ քեզ ասել, որ RMRP սերվերում բնակարանները սկսվում են միլիոն ռուբլից։ Էլիկա ախպեր, վախ կախպեր ես ինչո։ Դա ворթեր են։ Ինչքան միլիոնից է սկսվում։ 1 Վայ, արա գիտեի որ 1 միլիոնը։ Հնդալու չէ, ինգերեսյան են գալի։ Էսյան են գալի։ Ամենակարևորը հսկիր, որ նրանք ներս չընկնեն։ Այո։ Եվ այսպիսով դու պատրաստ ես երրորդ հարցին։ Պատրաստ եմ արագ։ Արագ տուր արծը։ Կարող գնանք մի հատ կոֆե խմենք, օպերատոր։ Ինչ կոֆե ընկեր։ Ինչ կոֆե։ Երրորդ հարցը։ Խնդրեմ, որ լսես ուշադիր։ Գցեք վերևից։ Ես հարցը չեմ կրկնելու։ Ինչպես կարելի է
RMRP սերվերում դառնալ ոստիկան։ Տարբերակ առաջին՝ վճարել կաշառք, տարբերակ երկրորդ՝ ընդունվել օրինական ճանապարհով եւ տարբերակ երրորդ՝ հավաքել cheat կոդ։ Քո ժամանակը հենց հիմա գնում է։ 1 Ընդունվել, սովորել ախպեր, ընդունվել համակարգում։ Տարբերակը։ Դու ընտրում ես տարբերակ երկրորդը։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ընդունվել օրինական ճանապարհով։ Այսինքն դու կարծում ես, որ RMRP Մոսկվայի սերվերում դու չես կարող վճարել կաշառք։ Մտածում եմ ոչ։ Պատասխանը ընդունված է։ Չէ։ Ես ասել, որ Սպասում դու Չէ։ պատասխանեցիր ճիշտ։ Անցնում ենք 4-րդ հարցին։ ախպեր, վեղ։ Եվ այսպիսով 4-րդ հարցը։ Ինչ է տալիս, Մի վարքան էլի կոշկվեմ, մի վարքան։ Սիո կոշկվա ախպեր, կարա շարունակել։ իսկ դուք մեկնաբանություններում հենց հիմա գրեք, կարողանայիք դուք դիմանալ այս փորձություններին, թե ոչ։ Ինչ է տալիս թանգյան պրոմո կոդը RMRP ռուբլովկա սերվերում։ Տարբերակ առաջին՝ 30,000 ռուբլի եւ BMW case, տարբերակ երկրորդ 100,000 ռուբլի եւ տարբերակ երրորդ բնակարան։ 1 2 3 4 5 Երորդ տարբերակը Միկա Թանգյան պրոմոկոդը մենակ բնակարան կարա տա։ Դու կարծում ես, որ Միկա Թանգյան պրոմո կոդը RMRP սերվերում տալիս է բնակարան։ Համա ճիշտ լինի, սխալ լինի, ես ախպեր համոզված եմ։ Շատ լավ։ Հորը Սարև։ Ես Միկա։ ուզում եմ քեզ ասել, որ Քիչ լծրած էլի։ RMRP սերվերում Չէ։ Թանգյան պրոմո կոդը Չէ։ Ախպեր լուրջ եմ ասում, ի՞նչ է տալիս։ լսի, քեզ կարամ ասեմ, որ համարյա ճիշտ պատասխան։ Համարյա որն է չէ։ Համարյա որն է չէ։ Կամաց RMRP սերվերում Թանգյան պրոմո կոդը տալիս է 300,000 ռուբլի եւ BMW case։ Վատեմ։ Չէ։ Ոնց ես։ Օրանգեր վատ։ Վախենում եմ Ես սիթել։ առաջարկում եմ մի քանի հատ Օրեսի ձույա։ Էսի ձույա։ Վեղ։ շատ լավ։ Դու պատրաստ ես հաջորդ հարցին։ 100% ախպեր արագ տուր արծը։ Իդեպ սրանցից 200 հատ ենք գնել։ Շատ լավ են թռնում են ներսում։ Արա թռնում են, բա ինչ են անում ընկեր։ Միկա Թանգյանի խաղերը շատ դաժան են։ Հասնենք վերջին հարցին, Արամ ջան։ Ստապում եմ ինձ ախպեր արագ։ Ինչքան է աշխատում առաքիչը մի պատվերից սկզբնական էտապում։ Տարբերակ առաջին 1000-ից 1500 ռուբլի, տարբերակ երկրորդ 2000-ից 5000 ռուբլի եւ տարբերակ երրորդ 500-ից 1000 ռուբլի։ Մտածիր լավ, ժամանակը գնում է 1 2 3 Եթե կվարձերեն մի միլիոնը ախպեր էտի լագիչնի է։ Ես ասում եմ քո տարբերակը։ 500-ից 1000 ռուբլի երրորդ տարբերակը։ Դու ընտրեցիր երրորդ տարբերակը։ Հա։ Ցավոք սրտի Ինչա, չէ։ Էս ինչա։ Գուլղուրը ինչա էսի։ Վախ։ Այ։ Ընկեր չէ։ Ախպերական չէ։ Եվ այսպիսով սիրելի ընկերներ Արամը պատասխանեց Վախ հարցերին, կարա Միկա բաց ախպեր։ նա միևնույն ժամանակ չկարողացավ պատասխանել մի քանի հարցին։ Ինչա պատվում մտե Միկա ախպերը ստե լրիվ լծվել են։ Ես նրան լիարժեք հասկանում եմ, հիմա ես պետք է պարկեմ եւ Արամը տա ինձ այդ հարցերը, որոնք ես կարծում եմ, որ կփորձեմ նրանց պատասխանել։ Պատրաստ եք։ Գնացինք։ Մի վարքյան հանում եմ։ Վախ ազատություն։ Կամաց։ Էս ինչ։ Բրական էս ինչ քրտնա էս ինչ էր միք։ Գլուխս ֆռած։ Էս ինչ աներսը կոնտրվում։ Սում կես ճիշտ ամի քիչ կեղտոտվեց։ Ընկեր վատ եմ։ Ճշտով վատ էր։ Ճշտով վատ եմ ընկեր։ Որը գլուխս ֆռում է։ Ուզում եմ ոչ մեկ sense բան չզգա ընկեր։ Բայց դու պետք է զգաս։ Ես իրոք ապրես։ Իրոք ռեսպեկտ։
Սիրելի ընկերներ, սա շատ ծանր է։ Կարող է դուք sense վիդեոով նայում եք, մտածում եք ծանր չի, բայց երբ որ դու պարկած ես փակ արկղում, որտեղ թռնում են այդ անտերները ամենուրեք, ու այդ ճճուներ, ոչիլները, ворթերն են, ու տարբեր բաներ են թափվում, իրոք դա շատ բարդ է։ Անպայման լայքեք այս վիդեոն։ Իմն այն զգացողությունն է, որ վրովս քայլում են։ Կարող է կան, թե։ Սիրելի ընկերներ, անպայման լայքեք, իսկ հիմա իմ պարկելու ժամանակն է։ Ապրես։ Հաջող Միկա։ Ֆոնը վերցնում եմ։ Давай, տրեք, շատ ուժեղ չեմ մենակ։ Հաջողություն ենք մաղթում Միկա Թանգյանին եւ ուշադրություն, դռները փակվում են։ Էլի պետք է Աստված իմ սելինկերներ ուզում եմ ասեմ, որ այսը լույսերը միացնենք։ Հետաքրքիր է հիմա ինչ ազգում Միկան, բայց մեզ այդքան էլ հետաքրքիր չի, չէ՞։ Առաջի շուրուպը գնաց։ Սիրելի ընկերներ, իրոք երբ որ պարկած ես նման տեղում ու փակվում է վերևի կափարիչը մի պահ հասկանում ես, որ ես կյանքում ամեն ինչ մի օր ավարտվելու է։ Դրա համար ապրեք ձեր կյանքը ու վայելեք այն, փորձեք համենայն դեպս։ Եվ անցնենք առաջի հարցին։ Ինչն է այս 3 տարբերակից ստեղծել հայերը։ Առաջի տարբերակ՝ ավտոմատ դուռ, երկրորդ տարբերակ՝ մաղալ, երրորդ տարբերակ՝ բանկոմատ եւ չորրորդ տարբերակ՝ միկրոֆոն, որով ես այս ամեն ինչը ասեցի։ Գնաց։ 1 Ամեն ինչ կարան ստեղծած լինեն հայերը, ժողովուրդ ինչ կարան ստեղծած լինեն։ 5 Լսում եմ պատասխանը Միք ջան։ Մաղալ։ Տարբերակ երկրորդ՝ մաղալ։ Իսմա մաղալ են հայերը սարքել։ Հայերը շատ հավես ունեն խորովածի հետ Դե Միկան էլ երևի թե գիտի հայերը ինչի հետ հավես ունեն։ եւ ճիշտ Խնդրում եմ, կարա ուշադրի այդ հարցի պատասխանը խնդրում եմ, Եվ Միք ջան, խնդրում եմ։ Որը սարև։ Ֆու։ դա ուղղակի սխալ պատասխան էր Միք ջան։ Նույնը ես էի զգում, ճիշտն ասած, ինչ թաքցնեմ։ Անդրադառնանք երկրորդ հարցին Միք ջան։ Ինչքան է աշխարհի ամենակոլոտ մարդու բոյը։ Վայ հորը սարև ախպեր, ախր ռեալ չի։ 60 սանտիմետր Տարբերակ երկրորդ 66 սանտիմետր, տարբերակ երրորդ 70 սանտիմետր եւ տարբերակ չորրորդ 72 սանտիմետր։ Ժամանակը գնաց։ 1 2 3 4 Տարբերակ 2։ 5 Տարբերակ 2։ Տարբերակ 2 66 սանտիմետր։ Ինչ ասեմ։ Դե երևի թե ինքներդ գրեք կոմենտներում ինչ եք մտածում։ Ճիշտ պատասխանը կիմանանք շուտով։ Չէ, խնդրում եմ։ Շուտով կիմանանք Չէ, պատասխանը։ սխալ եմ պատասխանը։ Չգիտեմ ախպերս, չգիտեմ ախպերս։ Ես ինչա։ Վայ մորը սարև։ Ոյ վերևից ֆանտանա ուղակի։ Ընկերես, էսի չեմ կարա ստեից տառնեմ, դե ոչինչ, թող ստե մնան։ Ոյ։ Հերիքա։ Ախպեր Հերիքա։ Ախպեր ես չեմ անում Հերիքա։ Ես չեմ անում ընկեր մեր օպերատորը ախպերն է օգնում ինձ Լավն է ձիմ լավ Ոնց ես Միք ջան Ապե քրտնել եմ ահա որ ստեղն է ժողովուրդ թռնում են։ Միկրոֆոնի կողով եմ ֆռում Ինչ են անում Տարբերակ 4-ն էր 72 սանտիմետր։ Համարյա թե խազբիկի բոյին։ Անդրադառնանք երրորդ
հարցին։ Քանի կին է ունեցել հայտնի Հյու Հեֆները։ Տարբերակ առաջին 0, տարբերակ երկրորդ 3 եւ տարբերակ երրորդ 7 կին։ Ժամանակը գնաց։ 1, Քանի կին է ունեցել։ 3, 4, 5։ 3 կին։ 3 կին։ Հյու Հեֆները հայտնի Սարև։ բոլ մարդ է եղել եւ դժվարն է ունենալ 3 կին։ Ճիշտ չէ Միք ջան։ Քանի որ իր կյանքում շատ կին է եղել, ճիշտ պատասխանը Ճիշտ պատասխանը 3 կին։ Այո, օրը Սարև մտել է Ժանս, ժողովուրդ երթում եմ, չեմ կարում, արա խնդրում եմ։ մի հատ հարց տա Միկային ախպեր։ Այ, Բայց էսի իմ հասկանալով հեշտ հարց է։ Ով է Տեսլայի ստեղծողը։ Տարբերակ առաջին Չարլզ Տերոն, տարբերակ երկրորդ Իլոն Մասկ եւ տարբերակ երրորդ Մարտին Էբերխարտ։ Ժամանակը գնաց։ 1, 2, 3, տարբերակ 1։ տարբերակ 1։ Որը ռադելի։ Չարլզ Տերոն թե Իլոն Մասկ։ Չարլզ Տերոն չի կարա տենց հեշտ լինի, չի կարա Իլոն Մասկն լինի։ Բայց հալալա, ճիշտ ասած Միկային հալալա։ Միկային հալալա, որովհետև նա ճիշտ էր։ Ճիշտ պատասխանեց, Արա որ ջանիս մեջ ա մտել։ ճիշտ պատասխանեց, որ չէր կարա լիներ դա Իլոն Մասկը։ Դա էլ է ցավ, որովհետև ճիշտ տարբերակ ու ճիշտ պատասխանը Մարտին Էբերխարտ։ Արա Էսի չի եկե։ Էսի լա չի եկել լրիվ։ Եկավ Միք ջան։ Եվ ժամանակն է իմ ամենասպասված հարցի համար։ Հորը Սարև ջանիս մեջով էթում են։ Ջանիս մեջով էթում են ժողովուրդ, չգիտեմ դուք եք տենում եք թե չէ։ Այս անտերները որ թռնում են։ Պատրաստ ես Միկա Թանգյան։ Որ թվին է բացվել Միկա Թանգյան YouTube-յան ալիքը։ Վայ հորը Սարև։ դու պետք է ուղղակի այս պատասխանը իմանաս, կամ եթե մոռացել ես, դա արդեն մեր խնդրեմը է։ Առաջին տարբերակ 2013 թվին, երկրորդ տարբերակ 2014 թվին եւ երրորդ տարբերակ 2015 թվին։ Ժամանակը գնաց։ 1, 2, Քանի եպա բացվե, 4, 5։ 2015։ Ինչ ասեմ։ 2015-ին չի բացվել։ Ինչ կարամ ասեմ։ 2015-ին չի։ Ինչ կարամ ասեմ։ Վահ, մեջը սա ջանիս մեջ ա, հորը Հեսա Սարև։ կասեմ։ Ճիշտ պատասխանը սիրելի ընկերներ, Չէ։ 2015 թվական է, բայց էսի ուղղակի բոնուս, ուղղակի ալուր է էլի, բոնուս թվականը, բայց էսի ուղղակի ալուր է էլի, բոնուս։ Լավա Միք ջան, այսքանը հերիք հա։ Ահա։ Զու լոլիկ այդ ամեն ինչը կարա խփի եւ այդ ոճների մեջ ամիջի։ Ախպեր բաց խնդրում եմ, ահա որ վատ եմ։ Սաղ ջանիս մեջ են լցվել սանտերները, սաղ ջանիս մեջ են ապե։ Всё, բացում ենք լավ։ Բացում ենք մի։ Հելավ, հեսա, всё, Միք ջան, всё։ Վենա, մեջքիդ վրենա, ախպեր։ Խփեմ թռնիք։ Օրես ինչ թաց եմ կպի։ Ուղղակի հեղեղա Միկայի մայքեն։ Մի հատ ներսը նկարի էլի։ Ողջ, այս ինչ վիճակ է ստե ներսը։ Ինչ դժվար հարցեր էիր պատրաստել։ Շատերը կարող է մտածեին Տեսլայի մասինը հեշտ հարցեր, բայց Միկան Ես հասկացա որ պատվոխով է, բայց ես սխալ պատասխանեցի, բայց հասկացա որ պատվոխով է։ Ես կպատասխանեի Իլոն Մասկ, ես կասեի հեշտ Ես հարց։ գիտեի որ Իլոն Մասկը չի, ինքը հետո միացել է ընթացքում, բայց ես չէի հիշում անունը։ Ապե ջանս որ մտավ, ես չգիտեմ ճճու էր մտե թե ինչ էր մտե, բայց որ մտավ ես իրոք այդ պահին սկսավ սաղ ջանս փշաքաղվել։ Փշաքաղվում է, իմ ջանը մինչև հիմա փշաքաղվում է ներսից, որ տեսնում եմ այս ամեն ինչը։
Սիրուն ընկերներս դա նաև շատ մոծակներ կան։ Մոծակները սյոմկի սկզբից Էսա։ խանգարում են, բայց հիմա արդեն հեչ։ Ապրես։ Մի հատ էլ Չէ, պատկեր։ սիրելի ընկերներին։ 20000 լայք, RMRP սերվերի լինքը կգտնվի նկարագրությունների բաժնում։ Անպայման ինչը պետք է անեն, Անցնեն, գրանցվեն, այդ մի պրոմոկոդ, Թանգյան պրոմոկոդ։ Պրոմոկոդը օգտագործել, ճիշտ ասած ես էլ կանցնեմ։ Անպայման, ես էլ եմ մտնելու խամ։ Իմացա արդեն ինչա տալի Թանգյան պրոմոկոդը, Այո, 100,000 եւ ինչ էր տալի։ դու մտածում էիր որ բնակարան է տալիս, բայց Ես ոչ։ ճիշտ ասած ես մտածում եի որ Միկա Թանգյան պրոմոկոդը պետք է բնակարան տա։ Լյուքս պրոմոկոդ, ախպեր ինձ չէր հետաքրքրում, ճիշտ է սխալ պատասխան է, էդի ուղղակի սիրտս տենց էր ուզում։ Ձեզ հետ էր Միկա Թանգյանը, Արամը, առջևում սպասվում են ավելի ծանր եւ բոմբ նկարահանումներ։ Հաջողություն։ Հաջողություն։